Ողջույն բոլորին, Արմեդյան, մասնավորապես ես արտակարգ ռեժիմով ենք աշխատում, կարևոր է օր ու ժամ էլ նշել, որպեսզի ժամանակավրեպ չլինեմ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու մարտի 1-ի Լոս Անջելեսի ժամանակով ցերեկը ժամը 2-ի դրությամբ, Իրանում մարտի 2-ի լույս առավոտյան 1:30-ի դրությամբ ողջ տեղեկատվությունը։ Սկսենք Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո տեղի ունեցող իրադարձություններից, որ Իրանում ձևավորվում է անցումային ու չափազանց զգայուն փուլ, որը կարող է որոշիչ դառնալ երկրի ապագա քաղաքական ուղու համար։ Սահմանադրության համաձայն գերագույն առաջնորդին ընտրում է հոգևորականների փորձագետների խորհուրդը 88 անդամից բաղկացած մարմինը։ Խամենեիի մահից հետո Իրանում պաշտոնապես սկսել է գործել ժամանակավոր ղեկավար խորհուրդ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ նոր ղեկավար խորհուրդը ժամանակավորապես կստանձնի գերագույն առաջնորդի պարտականությունները, մինչև ընտրվի մշտական իրավահաջորդը։ Իրանի սահմանադրության համաձայն եւ գերագույն առաջնորդի պաշտոնը թափուր է մնում, ձևավորվում է 3 անդամից բաղկացած ժամանակավոր ղեկավար խորհուրդ, որն էլ ստանձնում է այդ լիազորությունները մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Խորհրդի անդամներն են Մազուդ Փեզեշքյանը, Իրանի նախագահը, Դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին եւ բարձրաստիճան հոգևորական Ալի Ռեզա Արաֆին։ Այս 3 գործիչներն այժմ իրականացնում են այն լիազորությունները, որոնք սովորաբար պատկանում են գերագույն առաջնորդին, ներառյալ զինված ուժերի վերահսկողությունը եւ համակարգի հիմնական ինստիտուտների ընդհանուր ուղղորդումը։ Իրանում իշխանության կառուցվածքը բազմաշերտ է եւ կենտրոնացված, ու մեկ անձի հեռացումը ինքնին չի նշանակում կառավարման փլուզում։ Հիմնական հարցը այժմ այն է, թե ով կարող է դառնալ նոր գերագույն առաջնորդ։ Նոր առաջնորդի ընտրությունը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերի ընթացքում։ Ռեզա Փահլավին, որը հանդիսանում է 1979 թվականի հեղափոխությամբ տապալված շահի որդին, ակտիվորեն փորձում է ներկայանալ որպես անցումային գործընթացի առաջնորդ։ Ահա թե ինչ է հայտարարել Փահլավին. Իմ հայրենակիցներ, Ալի Խամենեին, մեր ժամանակների Զահակը, այն դևը, ով ընդամենը շաբաթներ առաջ հրաման տվեց կոտորել Իրանի լավագույն որդիներից ու դուստրերից տասնյակ հազարավորներին, այլևս չկա։ Նրա խայտառակ մահվան եւ բազմաթիվ նշանակված պաշտոնյաների ու մերձավորների մահվան հետ Իսլամական Հանրապետությունը ապրում է իր վերջին շնչերը։ Ձեր կամքի եւ խիզախության շնորհիվ այն շուտով կուղարկվի պատմության աղբանոց։ Իրանի մեջ ժողովուրդը ցանկանում է Իսլամական Հանրապետության լիակատար անկումը, եւ մենք կկործանենք այս ռեժիմը։ Իմ ուղերձը ահաբեկչության այս հանրապետության մնացած պաշտոնյաներին հետևյալն է. Հանձնվեք Իրանի ժողովրդին, հայտարարեք ձեր հավատարմությունը իմ ծրագրին եւ անցումային շրջանին եւ առանց նոր արյունահեղության հանձնեք իշխանությունը։ Խամենեին փոխարինող նշանակելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Ով էլ նրա տեղը զբաղեցնի, ոչ միայն զուրկ կլինի լեգիտիմությունից, այլ նաեւ կդառնա այս ռեժիմի հանցագործությունների համակատար։ Զինված ուժերին, իրավապահներին եւ անվտանգության ծառայություններին ասում եմ. ձեր զենքերը պետք է ծառայեն Իրանի մեծ ժողովրդին պաշտպանելուն, ոչ թե հանցավորության եւ բռնապետության հանրապետությանը։ Միացեք Իրանի ժողովրդին եւ առյուծ եւ արեգակ շարժմանը։ Ձեր զենքերը օգտագործեք պաշտպանելու իրանցիներին Իսլամական Հանրապետության վարձկաններից, որպեսզի այս 47-ամյա մղձավանջն ավարտվի ավելի արագ։ Հանցագործ Խամենեիի մահը, թեև չի վերադարձնի թափված արյունը, կարող է որոշ չափով խաղաղեցնել սգացող հայրերի եւ մայրերի, ամուսինների ու երեխաների, քույրերի ու եղբայրների վիրավոր սրտերը, որպես մխիթարություն Իրանի առյուծ եւ արեգակ հեղափոխության նահատակների ընտանիքների համար։ Պատվարժան եւ խիզախ Իրանի ժողովուրդ։ Մեր ժամանակների բռնապետի մահը, թեև նշանավորում է ազգային մեծ տոնակատարության սկիզբը, ճանապարհի ավարտը չէ։ Մնացեք զգոն, պատրաստ եղեք, լայնածավալ եւ վճռական ներկայության ժամանակը փողոցներում շատ մոտ է։ Ես ձեզ կոչ եմ անում պահպանելով ձեր անվտանգությունը, գիշերային վանկարկումներով արտահայտել ձեր գոհունակությունն ու աջակցություն Իսլամական Հանրապետության տապալմանը եւ բարձրաձայնել ձեր պահանջները Իրանի ապագայի վերաբերյալ։ Իմ ուժը գալիս է ձեր ուժից եւ ձեր աջակցությունից։ Արտերկրում ապրող իրանցիներին, որոնք շաբաթներ շարունակ եղել են Իրանի ներսում գտնվող մեր հայրենակիցների հզոր ձայնը, կոչ եմ անում ուժեղացնել ձեր ջանքերը։ Պարտադրեք աշխարհին լսել Իրանի ժողովրդի աջակցությունը այս միջամտությանը եւ մեր պահանջը ռեժիմի լիակատար անկման վերաբերյալ։ Մեզ սպասում են վճռորոշ օրեր։ Միասին մենք կանցնենք հաղթանակի ճանապարհը եւ կկործանենք Իսլամական Հանրապետությունը։ Իրականում Իրանի ներսում Փահլավիի ազդեցության մակարդակը դժվար է չափել։ Իսկ պետական կառույցները, բանակը եւ անվտանգության ծառայությունները շարունակում են գործել գործող համակարգի վերահսկողության ներքո։ Նույնիսկ եթե հասարակական դժգոհության ալիք բարձրանա, առանց ուժային կառույցների ներգրավման իշխանափոխությունը դժվար կլինի իրականացնել։ Փահլավիի հիմնական աջակցությունն առայժմ նկատվում է Սփյուռքում եւ արտասահմանյան բողոքի շարժումների շրջանակում։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր բանակցությունների հարցը
բաց է մնում։ Սպիտակ տան աղբյուրները նշում են, որ Իրանի նոր հնարավոր ղեկավարությունը ազդակ է փոխանցել բանակցելու պատրաստակամության մասին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի վերջո պատրաստ է խոսել։ Սակայն ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է ուժային ճնշման միջոցով ձևավորել այսպես կոչված առավել բարենպաստ բանակցային դիր։ Եթե Իրանում արագ ձևավորվի նոր առաջնորդ կամ ուժային կենտրոն, որը կփորձի կայունացնել իրավիճակը եւ կանխել ներքին անկայունությունը, ապա բանակցությունները կարող են վերադառնալ օրակարգ, բայց միջուկային ծրագրի ու հրթիռային կարողությունների շուրջ։ Շարունակենք։ Միաժամանակ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված լայնամասշտաբ ռազմական գործողությունը մտնում է նոր փուլ, ավելի ինտենսիվ եւ ավելի բացահայտ ռազմական ներգրավմամբ։ Միացյալ Նահանգների ռազմական ուժերը հրապարակել են այն օդանավերի, նավերի եւ սպառազինության տեսակների ցանկը, որոնք օգտագործվել են Իրանի դեմ գործողություններում այս երկու օրերին, ինչպես նաեւ նշվել են թիրախների տեսակները։ Նշվում է, որ թիրախների թվում չեն եղել Իրանի միջուկային օբյեկտները, իսկ որոշ ռազմական հնարավորություններ հրապարակայնորեն չեն կարող բացահայտել։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերի առնվազն 9 նավ ոչնչացվել են եւ խորտակվել, իսկ Իրանի ռազմածովային հրամանատարական կենտրոնը մեծամասամբ ավերված է։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ հարված է հասցվել Իրանի Ջավարանդասի կորվետին Օմանի ծոցի Չաբահար նավահանգստում։ Խոսքը գնում է Իրանի ծովային կարողությունների լուրջ թուլացման մասին։ Միևնույն ժամանակ ամերիկյան կողմում արդեն պաշտոնապես հաստատված զոհեր կան։ Զինված ուժերը հայտնել են, որ գործողության ընթացքում զոհվել են 3 ամերիկացի զինծառայողներ, եւս 5 ստացել են ծանր վիրավորումներ։ Մի քանի զինծառայողներ ունեցել են թեթև վնասվածքներ եւ ցնցումներ։ Սա պատերազմի առաջին հայտնի ամերիկյան կորուստներն են, որոնք կարող են փոխել ներքաղաքական դիսկուրսը ԱՄՆ-ում եւ ուժեղացնել նաեւ կոնգրեսի վերահսկողության պահանջները։ Ռազմական հաշվարկը հիմնված է այն ենթադրության վրա, որ Իրանը չի կարող երկարաժամկետ դիմակայել համակարգված օդային գերազանցությանը եւ ենթակառուցվածքների ոչնչացմանը, սակայն հակառակ կողմից արդեն հնչում են հայտարարություններ, որ Իրանի մոզաիկ պաշտպանական մոդելը նախատեսում է ապակենտրոնացված գործողություններ եւ երկարատև դիմակայություն։ Իրանը լայնածավալ պատասխան գործողություններում թիրախավորում է Իսրայելի տարածքը եւ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Թեհրանը հայտարարել է, որ հարվածները ուղղված են բացառապես ռազմական օբյեկտների դեմ, սակայն հրթիռների եւ անօդաչուների մի մասը խոցվելով կամ շեղվելով հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ ուղիղ եղել են թիրախում։ Դա դեռևս պարզ չէ։ Ամենածանր հետևանքներից մեկը արձանագրվել է Իսրայելի կենտրոնական Բեյթ Շեմեշ քաղաքում, որտեղ հրթիռը հարվածել է սինագոգին։ Ըստ իսրայելական ոստիկանության զոհվել է առնվազն 9 մարդ, տասնյակները վիրավորվել են, իսկ փրկարարները շարունակում են որոնել անհետ կորածներին փլատակների տակ։ Իրանի պետական լրատվամիջոցը միաժամանակ հայտնում է, որ երկրի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհերի թիվը ըստ պաշտոնական տվյալների հասել է 165-ի։ Սա քաղաքացիական զոհերի մասով։ Իրանի պատասխան գործողությունները տարածվել են նաև Պարսից ծոցի երկրներ։ Արաբական Միացյալ Էմիրություններում արձանագրվել են հարվածներ օդանավակայանների եւ քաղաքացիական շինությունների վրա, այդ թվում Դուբայի օդանավակայանի եւ հյուրանոցային համալիրների հատվածում։ Օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։ ԱՄՆ դեսպանատունն էլ կոչ է արել քաղաքացիներին մնալ ապահով վայրերում։ Օմանի Դուկմ նավահանգիստը նույնպես ենթարկվել է անօդաչու հարվածի։ Իրանը պնդում է, որ թիրախավորում է միայն ամերիկյան ռազմական օբյեկտներ, սակայն տարածաշրջանում առկա է զգալի քաղաքացիական վնաս։ Իրաքում Իրանի աջակցությամբ գործող զինված խմբավորումներն էլ հայտարարել են, որ հարվածել են ամերիկյան ռազմաբազաներին Էրբիլի օդանավակայանի մոտ։ Իրանի դեմ իրականացվող այս լայնածավալ ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներում առաջացրել է սուր քաղաքական դիմակայություն։ Եթե արտաքին ճակատում Վաշինգտոնը փորձում է ցուցադրել այսպես վճռականություն ու ուժ, ապա երկրի ներսում բացվել է լուրջ քննարկում։ Արդյոք նախագահը ունեցել է իրավասություն եւ արդյոք այս քայլը ռազմավարական հաշվարկված որոշում է, թե ընդհանրապես Թրամփի կողմից այսպես վտանգավոր խաղադրույք։ Հանրապետական ճամբարում գերակշռում է աջակցությունը, դեմոկրատական ճամբարում պատկերներն է, դա պարզ է։ Կոնգրեսում էլ հնչում են պահանջներ պատերազմական լիազորությունների մասին քվեարկություն անցկացնելու համար։ Որոշ օրենսդիրներ պնդում են, որ նման մասշտաբի գործողությունը պետք է ունենա օրենսդիր մարմնի հստակ թույլատվություն համաձայն սահմանադրության։ Սպիտակ տունը հակադարձում է, որ գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության շրջանակում եւ հրատապ անվտանգության սպառնալիքի պայմաններում։ Քաղաքական հաշվարկը բարդ է, մի կողմից նախագահը կարող է ուժեղացնել իր դիրքը ընտրողների այն հատվածի մոտ, որը կողմ է կոշտ արտաքին քաղաքականությանը եւ Իրանի դեմ ընդհանրապես վճռական քայլերին, իսկ մյուս կողմից ամերիկյան զոհերի հաստատումը կարող է փոխել հանրային տրամադրությունը, հատկապես եթե հակամարտությունը ձգձգվի կամ կորուստներն էլ ավենան։ Կարևոր է նաև ռազմավարության հարցը։
Սպիտակ տունը պնդում է, որ չի նախատեսում լայնածավալ ցամաքային ներխուժում։ Վաղ աշխատանքային օր է Միացյալ Նահանգներում եւ առաջիկա օրերին ամերիկյան հասարակության արձագանքը եւ կոնգրեսի քայլերը կարող են էապես ազդել հակամարտության շարունակության վրա։ Գիտեք, երևի այսօրվա համար այսքանը, բայց փոքր վերլուծությամբ կամ գուցե մի փոքր մեծ վերլուծությամբ եկեք ամփոփենք Կիրակնորի այս հաղորդումը։ Ռազմական առումով կողմերն այժմ կանգնած են մի քանի սցենարների առաջ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ռիսկերն ու հետևանքները։ Այս տեսակետների հետ իհարկե կարող եք եւ համաձայնել եւ ոչ, սա իմ սուբյեկտիվ վերլուծությունն է։ Առաջին սցենարը սահմանափակ օդային պատերազմն է։ ԱՄՆ-ն ու Իսրայելը շարունակում են հարվածել ռազմական թիրախներին, դրանք են հրթիռային բազաները, ռազմական պահեստները, օդային պաշտպանության համակարգերը, հրամանատարական կենտրոնները, ու այս մոդելը նպատակ ունի թույլատնել Իրանի ռազմական կարողությունները առանց լայնածավալ ներխուժման։ Սակայն նման մոտեցումը պահանջում է երկարատև օդային գերազանցություն ու հետախուզական ճշգրտություն։ Իրանը իր հերթին կարող է պատասխանել բալիստիկ հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով։ Սա ամենապարզունակ երևի սցենարն է, որն առկա է նույնիսկ հիմա։ Երկրորդ սցենարը ասիմետրիկ պատերազմն է լինելու։ Տեսեք, Իրանն ունի տարածաշրջանային դաշնակիցներ Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում եւ այլուր, ու Թեհրանը, եթե որոշի ակտիվացնել այդ ուժերը, ԱՄՆ ռազմաբազաներն ու Իսրայելի սահմանները կարող են հայտնվել բազմակողմանի ճնշման տակ։ Սա կդարձնի հակամարտությունը ավելի բարդ, բազմաշերտ, նույնիսկ եթե Իրանի ներսում իշխանական փոփոխություն տեղի ունենա։ Երրորդ սցենարը ծովային ճնշումն է։ Հորմուզի նեղուցն ու Օմանի ծոցը կարող են վերածվել ռազմավարական լարվածության գոտու։ Եթե Իրանը փորձի խաթարել նավթի փոխադրումները կամ հարձակվել ռազմական նավերի վրա, Միացյալ Նահանգները կարող է պատասխանել լայնածավալ արդեն ծովային գործողություններով։ Այս սցենարը արագորեն կազդի համաշխարհային տնտեսության վրա ու կարող է ներգրավել տարածաշրջանային այլ ուժերի։ Չորրորդ սցենարը ներքին անկայունությունն է Իրանում։ Խամենեիի մահից հետո իշխանական համակարգը հիմա կարող է պահպանել վերահսկողությունը, սակայն հնարավոր է նաև ներքին պայքար լինի տարբեր ճամբարների միջև՝ պահպանողական հոգևոր էլիտայի, հեղափոխության պահապանների կորպուսի, քաղաքական գործիչների միջև, նույնիսկ ժողովրդի։ Եթե իշխանական վակուում ստեղծվի, ռազմական առաջնահերթությունները կարող են փոխվել, կենտրոնանալով արդեն ներքին վերահսկողության վրա։ Սա կարող է թուլացնել արտաքին դիմադրությունը, բայց նաև բարձրացնել անկանխատեսելիության մակարդակը։ Հինգերորդ սցենար։ Սա դիվանագիտական շրջադարձն է։ Եթե Իրանի նոր ղեկավարությունը գնա բանակցության, նույնիսկ ժամանակ շահելու կամ միջազգային այսպես աջակցություն ստանալու նպատակով ռազմական գործողությունները կարող են աստիճանաբար սառել։ Սակայն նման բանակցություններն արդեն կանցնեն ԱՄՆ-ի կողմից խիստ պայմանների ներքո։ Դա կլինի հարկադրված միջուկային ծրագրի սահմանափակումները, հարկադրված հրթիռային ծրագրի վերանայում, տարածաշրջանային ներգրավվածության կրճատում կամ իսպառ վերացում։ Հարցը մնում է արդյոք նոր ղեկավարությունը պատրաստ կլինի նման զիջումների։ Սցենարը գուցե կամ սցենարներ էլի կան, բայց հիմնականում դիտարկում եմ այն ինչը որ հավանական է։ Հաջորդ 72 ժամը կարծում եմ, որ հակամարտությունը այսպես պարզ կլինի, կմնա սահմանափակ, թե ավելի լայնամասշտաբ պատերազմի կանցնի։ Այդուամենայնիվ կցանկանայի եզրափակել ավելի պաշտոնական տեղեկատվությամբ, հիմա գտնեմ, առանձնացրել էի նախագահ Դոնալդ Թրամփը Daily Mail պարբերականի հետ հեռախոսազրույց է ունեցել ու կարևոր հայտարարություն արել։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հնարավոր ժամանակացույցի եւ ասել է, որ կարծում են, որ կտևի մոտ 4 շաբաթ, այսպիսի հայտարարություն է արել նախագահը, խոսելով Daily Mail պարբերականի հետ։ Սա միշտ դիտարկվել է որպես մոտ 4 շաբաթ տևող գործընթաց, որքան էլ այն ինտենսիվ լինի, դա մեծ երկիր է եւ դա կտևի 4 շաբաթ կամ նույնիսկ ավելի քիչ, ասել է Թրամփը։ Այսքանը այսօրվա համար։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ խաղաղ ու առողջ եղեք։